Արձակուրդի մեջ գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, թեև առկա են բազմաթիվ աշխատանքային խնդիրներ։ Անդրադառնալով Ռոսսելխոզնաձորի կողմից հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակմանը, նա նշել է, որ նմանատիպ ֆիտոսանիտարական հարցեր միշտ էլ եղել են եւ դրանք չպետք է կապել քաղաքականության կամ ընկերական հարաբերությունների հետ։ Նիկոլ Փաշինյանը երաշխավորել է, որ իր իշխանության օրոք ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում տեղի չի ունենա, միաժամանակ փակված համարելով նաև Ղարաբաղ, Նախիջևան, Բաքու կամ Սումգայիթ հայերի վերադարձի թեմաները։ Ըստ նրա, վերադարձի վերաբերյալ բոլոր հարցադրումները հակամարտության, այլ ոչ թե խաղաղության օրակարգ են։ Խոսելով ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև ընտրության մասին, Փաշինյանը շեշտել է, որ կառույցում Հայաստանի կարգավիճակի հարցը կարող է քննարկել բացառապես պաշտոնական Երևանը, հորդորելով դաշնակիցներին լինել համբերատար։ Նա նաև պաշտպանել է Վլադիմիր Զելենսկու այցը Երևան, վերահաստատելով, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Չնայած Մոսկվայից հնչող զգուշացումներին արևմտյան հակառուսական գծումներ գրավելու վերաբերյալ, վարչապետի թեկնածուն վստահեցրել է, որ Հայաստանը չի պատրաստվում առճակատման մեջ մտնել գերտերության հետ։ Ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա դրուժբա, սլուժբա սլուժբա, այսինքն ինչ կապ ունի ընկերական հարաբերությունները այս աշխատանքային հարցերի հետ, այսինքն եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում է ստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գանք։ Գազի թանկացման մասին նման բան չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք։ Այսինքն մենք պայմանագիր ունենք, որը գործում է, եւ այդ պայմանագիրը փոխշահավետ է։ Հայաստանից արտահանվող արտադրանքի մատակարարման խնդիրները վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլև բանջարեղենին ու մրգերին, հայտարարել է Ռոսսելխոզնաձորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Նրա խոսքով ռուսական կողմը խախտումներ է արձանագրում հայկական արտադրանքի մատակարարումների ժամանակ, այլ մանրամասներ գերատեսչությունը չի հաղորդում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հայկական կողմը սահմանափակումների վերաբերյալ պաշտոնական ծանուցում չի ստացել։ Նա նաև տեղեկացրել է, որ Ռոսսելխոզնաձորի մասնագետներն արդեն ստուգումներ են անցկացնում Հայաստանի ջերմոցային տնտեսություններում եւ ընկերություններում, իսկ հանրապետության իշխանությունները բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սրբազանը տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին։ Նրա խոսքով հունիսի 7-ի ընտրությունները վճռորոշ են, քանի որ կանխորոշելու են երկրի եւ պետականության ապագան։ Մենք կանգնած ենք գոյաբանական սահմանագծին։ Ուստի մեզնից յուրաքանչյուրը, որպես իր ժողովրդին սիրող քրիստոնյա հայ եւ որպես պատասխանատու եւ օրինապահ քաղաքացի, ունի սրբազան պարտք եւ իրավունք մասնակցելու ընտրություններին։ Սա մեր ինքնության հիմնասյուները, մեր ազգային սրբությունները, մեր հայրենիքն ու պետականությունը կործանումից փրկելու հնարավորություն է, ասել է arczepiskopos-ը, եւ կոչ արել անտարբեր չմնալ, որպեսի հետագայում ստիպված չլինենք գլխի կոր ընդունելու մեղքը, ինչպես նաեւ պաշտպանել հավատքն ու հայ եկեղեցին կեղծ բարեփոխիչներից։ Մեր սրբազան պարտքն է եւ իրավունքը անվերապահորեն մասնակցել ընտրություններին, որով կփրկենք մեր ինքնության հիմնասյուները, մեր ազգային սրբությունները, մեր հայրենիքն ու պետականությունը կործանումից։ Անտարբերությամբ չմեղանչենք, որպեսզի հետագայում ստիպված չլինենք գլխիկոր խոստովանելու մեր զավակներին մեր մեղքը, որ 2026 թվականի ընտրություններին մեր իսկ անտարբերության պատճառով մեր հայրենիքում չզրկվենք հայկական անձնագրից, ինչպես արցախահայերը Արցախում։